Ռոբերտ Քոչյանը պատերազմի կուսակցության, հավաքական պատերազմի կուսակցության ներկայացուցիչներից մեկն է, այդ պատերազմի կուսակցության մի քանի գլխանի դևի գլուխներից մեկն է ընդամենը, ուրիշ ոչինչ։ Հա, տեսեք, այ հենց խաղաղության մասին ինքը ասաց, որ այդ խաղաղությունը, որ հիմա դուք ասում եք, կախված է մի մարդու կմահաճույքից, նկատի ունի Ալիևին։ Եթե խաղաղությունը կախված է մի մարդու կմահաճույքից, դա խաղաղություն չի։ Հենց դա հակառակը, մենք ամեն ինչ արել ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ու խաղաղությունը երբեք կախված, հնարավորինս քիչ կախված լինի առանձին վերցրած մեկ մարդու կմահաճույքից։ Հենց դրա համար է, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, TRIP-ի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներգրավելով բավականին խոշոր ամերիկյան ներդրումներ, մենք համագործակցում ենք Եվրոպական միության հետ, այլ տարածաշրջանային եւ տարածաշրջանից դուրս գտնվող գործընկերների հետ, որպեսզի հենց այդ մեկ մարդու կամքի դրսևորման գինը կամ արժեքը կամ դրա բաղադրիչը որպես այդպեսին հիմնարար այդպես որոշման մեջ հնարավորինս նվազեցնենք, հենց այդ հակառակն է։ Trip ասեցիք, Քոչյանը բայց կներեք, բայց եթե գնանք խելագարության կանխավարկածով որպես այդպեսին, աշխարհում ցանկացած խաղաղությունը կախված է մշտապես մեկ մարդու կմահաճույքից։ Ամենտեղ այդ մի մարդը մեկն է։ Ցանկացած կոնֆլիկտային կամ սառը կոնֆլիկտ ունեցող երկու երկրների միջև էլ հիմնականում կախված է մեկ մարդու մասին է։ Որ երաշխավոր։ Այ մենք երկկողմ ենք, չէ՞ բանակցում։ Պետք են երաշխավորներ։ Ռուսաստանը Դե թող այդ երաշխավորներով այդ հարցը լուծեին 90-ականներից սկսած։ Ինչ չեն լուծել։ Նույն Ռուսաստանը ինքը սիրմա չէ բան անել, ասել որ մենք լավագույն հարաբերություններն ենք ունեցել Ռուսաստանի հետ իր կառավարման տարիներին, թող լուծեր։ Թող որպես երաշխավոր Ռուսաստանին բերեր բոլոր հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուծեր, բան ինչի չի լուծել։ Հիմա էլ նոր բան է, ընդդիմադիր մտքի այլասերումը ըստ երևույթին հասել է այն մակարդակի, որ առաջարկում են, ասում են TRIP-ի ամերիկյան ներդրումների համար Ռուսաստանից ու Չինաստանից երաշխավոր բերենք ու ինքը միակը չի, պատերազմի կուսակցության տարբեր ներկայացուցիչներ են դա ասում, դա ի՞նչ է։ Նարեկներ ասում։ Հա դե նույն բանից, նույն կոնգլոմերատից, պատերազմի կուսակցություն կոչվող կոնգլոմերատից այդ առաջարկն է հնչում, ցենց որպես ինչ որ քաղցր թեզ է հնչում, ինչ վատ կլինի օրինակ, էս էլ լինի, էս էլ լինի, էս էլ լինի, առաջին հայացքից թվում է թե ինչ որ անմեղ կամ բան միտք է, չէ, էս էլ կլինի, այն էլ կլինի, տենց չի լինի։ Այսինքն ինչ որ մեկը լուրջ մտածում է, որ պետքա ինչ որ մեկը այդ պատերազմի կուսակցությունից ինչ որ մեկը վեր կենա, գնա Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, ասի պարոն Թրամփ, մենք մի այսպեսի փայլուն միտք ունենք մեր երկրում։ Պուտինը հովանավորի ձեր։ Հա, մենք դուք բերեք ներդրումներն արեք, միլիարդները ներդրեք, այդ նավթամուղերը քաշեք, գազամուղերը քաշեք, մենք էլ գնանք պարոն Սի Ցզինպինին, Չինաստանի նախագահին եւ պարոն Վլադիմիր Պուտինին բերենք որպես ձեր ներդրումների երաշխավոր պարոն Թրամփ։ Թրամփն կասի, պարոն Ալեքսանդր, շատ լավ, աթոմի երաշխավորը լավ է լինի։ Դե հասկանում եք, դա կամ մանկամտություն է, կամ ուղղակի չգիտեմ ինչ աստիճանի մանկամտություն է, որի պարագայում իմ կարծիքով օրինակ դա այդ միտքն արտահայտող մարդուն ոչ մի պարագայում չի կարելի զորակոչել բանակ, կամ չգիտեմ, նույնիսկ հատուկ կրթական հաստատություն է պետք տանել կամ ներառականության սկզբունքով է պետք ներառել դպրոցները, ինչ որ մի յուրահատուկ տեսակի մանկամտության հետ մենք գործ ունենք, կամ իրականում դուք փաստարկ ասեք, ինչի չի լինի։ Չէ։ Իսկ դա արդեն իսկ փաստարկա, որ դա մանկամտություն է։ Օրինակ, քանի դեպք գիտեք, որ հիմա Չինաստանը երաշխավորում է ԱՄՆ-ի ներդրումները։ Վերջին բանը, որ աշխարհակահաղական այլ ուժեր Իրանք ասում են հանուն արդարության, ասում են Չինաստանը դժվար, Պուտինը։ Տեսեք Պուտինը, Թրամփը ինչ էֆեկտիվ են վերջին բանը կամ վերջին էությունը կամ երևույթը, որ երաշխավորվում էր այլ ուժի կողմից, դա Մադուրոն էր, Վենեսուելայի նախագահը։ Տեսանք ինչ հետաքրքիր երաշխավորվեց եւ ինչ հետաքրքիր ճակատագիր ունեցավ, բայց այս ինչի մասին է, այս նոր երաշխավոր բերենք, դա TRIP-ը ձախողելու մասին է։ Դե այդ մարդիկ այդքան անմեղսունակ չեն, որ չհասկանան, որ ոչ մի պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները չի համաձայնվելու, որ Ռուսաստանը կամ Չինաստանը գա ու երաշխավորի TRIP-ը։ Դա անմեղսունակություն է չհասկանալը։ Ուժեղ մարդը կարա ասում էր Նարեկ Կարապետյանը։ Ուժեղ մարդը թող գնա բանակ ծառայ։ 4 աղբերով բանակից թող չփախնի, թող ուժեղը ծառայել է 4-ը չէ։ Լավ, դե անկեղծ հիմա այդքան էական չի, ինձ թվում է այդ կոնկրետ այդ անձինք իրենք անհետաքրքիր են ու իրանց հրյա PR-շիկը ինձ թվում է արդեն վաղուց ձախողվել է Հայաստանի Հանրապետությունում, իրանք դա դեռ չեն հասկացել։ Բայց տեսեք, արգումենտ, Քոչյանը ասում է լավ, հիմա որ դուք Ռուսաստանին sense բզբզում եք, հիբրիդային պատերազմի մասին եք խոսում, կհայտարարի 200% մաքսատուր Հայաստանի համար։ Ինչ եք անելու հարցը նմանա։
Մենք նախ չենք կարծում, որ Ռուսաստանը 200% մաքսատուրք կհայտարարի, բայց նույնիսկ եթե այդ կոնտեքստով նայենք, որպեսզի ցանկացած մի երկիր, Ռուսաստանը, Վրաստանը, S1, N1-ը չկարողանա Հայաստանի կոպիտ ասած օթերը փակել ու ասենք, չգիտեմ, ինչ որ մի տոկոս մաքսատուրքով Հայաստանին ուղղակի ճնշել ու խեղճացնել։ Գյուղատնտեսության ողջ մեր արտադրանքը գնում է Ես էլ Ռուսաստան։ ասում եմ, որպեսզի ինչ որ մեկը չկարողանա Հայաստանի օթերը կոպիտ ասած փակել ու կոնկրետ իր երկրի մաքսատուրքով մի բան անել, մենք հենց այդ դիվերսիֆիկացիայի ենք գնում։ Ասում չեք անում։ Ոնց Իմ չենք ժամանակ ասում է Եվրամիության այդ առևտուրը ավելի մեծ էր, քան ձեր ժամանակ։ Լավ, դա անմեղսունակությունն է նորից, հեսա կասեմ ինչի, որովհետև պետք է ուղղակի այդ բացված գնալ, թե ինչ էր արտահանվում իր ժամանակ ու ինչա արտահանվում հիմա։ Այսինքն այդ բուն Սիրիո հում ինչ որ մի հումքը արտահանելը դեռ չի համարվում, էլի։ Մենք հիմա նոր ծրագիր ենք մշակել Եվրամիության արտահանումը խրախուսելու համար ու Հայաստանի Հանրապետությունը փոխհատուցում է արտահանվող ապրանքների մաքսատուրքը Եվրամիություն, որպեսզի հայկական ապրանքը կարողանա գնա Եվրամիություն եւ պատրաստի արտադրանք, ասենք կոնյակը, չգիտեմ, ինչ որ էս մի բան, այն մի բան, գնա Եվրամիություն եւ այնտեղ հայկական ապրանքը շուկա նվաճի։ Դա մենք անում ենք ու մենք դա անելու ենք ու ստանալու ենք գերազանց արդյունք։ Բայց մենք ինչ ենք անում։ Օրինակ բենզիններ, որ կարող է ինչ որ մի բայ ասեին, այ օրինակ էս մի երկիրը էլ Հայաստանին բենզին չի ծախում, ինչ է կանել։ Ներկրում ենք Ադրբեջանից։ Ու ինչա տեղի ունենում դրանից հետո։ Հանկարծ պարզվում է, որ այն Ռուսաստանից, Եվրոպայից ներկրող մեր սիրելի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի մերձավոր շրջապատի մարդիկ ի վիճակի էին փաստորեն 100 դրամ գին իջացնեին բենզինի։ Իրանք Ադրբեջանից չեն ներկրել, ֆիքս ենք։ Ներկրում են հիմա։ Հիմա արդեն ներկրում Բայց են։ չեն ասում։ Հիմա արդեն մի մասը ներկրում է, այն մյուս մասը դեռ չի ներկրում, բայց փաստորեն այսքան 100 դրամ նացենկա էր դնում, հասկանում եք, այս ինչ թվի մասին է խոսքը։ Այսինքն ի վիճակի էր 100 դրամ էժան գնով ծախել, դրա համար էր այդ հիստերիան ադրբեջանական բենզինի շուրջ, որ 530-ից գինը իջել է 430 դրամ 1 լիտր բենզինի։ Քոչյանի փիարշիկներից մեկը Facebook-ում գրել էր Are you not benzene։ Լավ։ Դե ինչ ասեմ։ Թող իրանք սուրբ բենզինը, օցիալ բենզինը որպես այդպեսին շարունակեն օգտագործել, որի վրա որ քաղաքացիներին այդ բենզինը 100 դրամ ավելի թանկով կծախեն 1 լիտրի դիմաց։ Ասում եմ, այդքան հայրենասեր եք, ժողովուրդ ջան, 100 դրամ էժան ծախեիք ի սկզբանե։ Եթե դուք ի սկզբանե նորմալ գնով ծախեք, ավ մարդիկ մտածեին Ադրբեջանից բերել է այդքան տնտեսապես էլ ձեռնտու չի։ Բայց բանից պարզվում է, որ երբ որ երկրորդ շուկան է բացվում ներկրման, միանգամից արդեն այդ մրցակցությունը բերում է նրան, որ բենզինի գինը միջին վիճակագրական քաղաքացու համարով մեքենա վարվում բենզինով։ Դե շուկայով ենք նա։ Հա։ Երկրորդ հոսքը բացվում է ընդամենը ու 100 դրամ գին է իջնում։ Այսինքն մենք անդադ խոսում ենք գնաճի տեմպից, S1-ի տեմպից, N1-ի տեմպից։ Այդ երբ ա եղել վերջի անգամ Հայաստանի պատմության մեջ, որ բան լինի։ Բենզինի գինը 100 դրամով իջնի, 100 դրամով։ Կոവിഡ്ի ժամանակ է մեկ եղել, տենց մեծ թվեր, 100-ից ավել էլ է եղել այն ժամանակ, հա, բայց տենց շոշափելի։ Հա, շոշափելի իջեցում եղել է մեկ էլ կոവിഡ്ի ժամանակ։ Ուրիշ ժամանակ չի եղել, որ 100 դրամով միանգամից բենզինի գին ընկնի։ Ավանս են տալիս ձեր իշխանությանը։ Ինչ ավանս։ Այ դա մի հատ լուրջ ծածկադմփոս ծրագիր է, որ օգնում են հիմա ձեզ նման քայլերով, որ հետո դուք էլի գաք իշխանության, որ ինչ կա հանձնեք իրանց։ Ֆանտաստիկ ապուշություն է դա ուղղակի։ Ինչով են օգնում օրինակ։ Ահա, դուք ասացիք, բենզին են տալիս, բենզինը տալիս են, դրա դիմաց փող ենք տալիս։ Նու մենք չէ՞ էլի այն ընկերությունները, որոնք որ ներկրում են այդ բենզինը։ Ձեզ թվում է Ադրբեջանը շահագրգռված չի իր բենզինը ծախելով։ Այսինքն բենզին ծախելը լավություն է։ Լավություն չի, ոչ բենզին առնելն է լավություն, ոչ բենզին ծախելն է լավություն։ Նորմալ շուկայական հարաբերություն է։ Մեկը առնում է, մեկը ծախում է։ Ամեն մեկը իր օգուտն ունի։ Առնողը վերավաճառում է իր օգուտն անում, ծախողն է միանգամից իր օգուտը առնում։ Շատ նորմալ շուկայական հարաբերություն է։ Ու հենց այդ է հարցը, որ երբ որ ինչ-որ մի բան փոխշահավետ է, այ հենց դա է կայունը։ Հենց դա է կայունության երաշխիքը, հենց դա է անվտանգության երաշխիքը, նաև իհարկե։ Հենց դա է խաղաղության երաշխիքը։ Իսկ իրանց ասած այնա, թե ոնց անենք, որ մաքսիմալ շուտ հասնենք պատերազմի, որովհետև իրանց վերջնանպատակը, թե այդ երաշխավորների թեմայով թրիփը ջրելը, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելը, թե Թուրքիային հաթաթա տալը, այդ ամեն ինչ մի նպատակ ունի։ Հայաստանը նորից հասցնել պատերազմի շեմին։ Հիշում եք օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություններ արել, ասել ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի խաղաղությանը միտված ջանքերը եւ քայլերը, հա։ Ինչ հիստերիա էին բարձրացրել։ Ասում եմ դե արդարացեք, դե ասեք, ինչ ասենք, շո՞, ջան, դա լավ հայտարարություն։ Ասում խառնվում է մեր ներքին գործերին։ Որ ողջունում են վարչապետի արտաքին, որ ողջունում են վարչապետի խաղաղությանը միտված ջանքերը, դա ներքին գործերին խառնվել է։
Ներքին գործերին բարձա ովքեր են խառնվում ու բոլորն էլ գիտեն թե ովքեր են փորձում խառնվել մեր ներքին գործերին։ Պարոն Ալեքսանյան, այդ կոնտեքստում է նաև որ Քոչյանը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 2700-800 քառակուսի կիլոմետրով եւ պետք է միշտ նայի աշկը դրսի հողերին լինի։ Դե բա հենց այդ եմ ասում։ Հենց դրա մասին է խոսքը։ Իրանց Բայց դա ինչ անշ, անկեղծ ես լավ չեմ հասկանում, ինչ պետք է մենք Չէ, դե տեսեք, եթե նշանակում է Հայաստանը չպետք է սահմանվի 2970 սահմանափակվի։ Հա, չէ, ինքը ասում է չպետք է սահմանափակվի։ Եթե Հայաստանը չպետք է սահմանափակվի իր միջազգային ճանաչված տարածքով, դա նշանակում է պետք է A. Հարձակվի ու տարածքներ նվաճի Թուրքիայից, B. Հարձակվի ու տարածքներ նվաճի Վրաստանից, G. Հարձակվի ու տարածքներ նվաճի Ադրբեջանից եւ D. Հարձակվի ու տարածքներ նվաճի Իրանից։ Այս 4-ից ո՞ր մեկը։ Նախընտրելա նա, որը թույլ է։ Դե հիմա հասկանում եք, որ սա պատերազմի կուսակցություն է։ Որտեւ ի՞նչ է նշանակում չսահմանափակվել սեփական միջազգային ճանաչված տարածքով։ Գուցե դա այն է, որ մենք պետք է Ղարաբաղի վրա մեր հավակնությունը պահենք։ Իսկ կարող է, որ մենք Ղարաբաղի վրա հավակնություն պահենք, Ադրբեջանն էլ ուրիշ հավակնություններ բարձրացնի։ Չեմ ասում լեգիտիմ, բնականաբար կատարելապես ապալեգիտիմ եւ մնացած։ Կա Թուրքիան էլ ուրիշ հավակնություններ բարձրացնի։ Իսկ ով է ասել, որ երբ որ դու հավակնություններ ես բարձրացնում ուրիշի միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա, այդ ուրիշն էլ չի ուզում հավակնություններ բարձրացնի քո միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա։ Լավ ասեցիք, եթե մենք մենակ ենք, բայց երբ որ Ռուսաստանի հետ ենք, Քոչյան ասում մենք ծանրակշիռ ուժ ենք։ Ես ուզում եմ ասեմ, որ 2023 թվականին հենց Ռուսաստանն էր ներկայացված Լեռնային Ղարաբաղում։ Մենք չենք, Ռուսաստանն էր։ Դե հենց դա էլ ասում է։ Ինչ Դուք եթե դուք ձեր ձեռները լվացել եք, ինչի՞ պիտի Ռուսաստանը գա ձեր տեղը կռվի։ Դա այնքան բան է հիմար թեզա արդեն որպես այս թեզը այնքան են իրանք ապուշ շահարկել որպես այդպեսին ու այնքան ենք այս թեզի մասին արդեն խոսել։ Սա հիմարություն է, պետք չի ոչ մեկ մեր տեղը կռվի ու պետք էլ չի որ մենք կռվենք։ Մենք ուզում ենք խաղաղություն ու մենք կառուցում ենք խաղաղություն։ Շատ լավ։ Իրանք ուզում են այդ խաղաղությունը վերածեն կռվի, չի ստացվելու իրանց մոտ։ Արդեն համարյա 2 տարի է մեր սահմանին զինվոր չի զոհվում եւ փառք Աստծո, որ չի զոհվում մեր սահմանին զինվոր ու այդպես էլ շարունակվելու է Աստված առաջ։ ԱՄՆ-ն տնտեսական եւ անվտանգային շահ չունի մեր տարածաշրջանում, ասում է Քոչյանը։ Իսկ ԱՄՆ-ն դրա մասին տեղյակ է։ Արդեն հա։ Հա, արդեն իմացա, հա։ Հայաստանն ու ԱՄՆ-ն պարզապես ճանապարհ են տալի Ադրբեջանին եւ Թուրքիային։ Աշխատում եք իրանց համար։ Առաջ մենակ էիք աշխատում։ Հիմա ԱՄՆ-ի հետ եք աշխատում։ Բանա, ինչ անունը։ Ինձ թվում էր ընդդիմության մտքի այլասերումը կբավարարվեր մենակ նրանով, որ մենակ Հայաստանին կմեղադրեին թրքահպատակության կամ թուրքերին ու ադրբեջանցիներին ծառայելու մեջ, բայց բանից բարձում է քոչանական ընդդիմությունը, բանը ավելի հեռուն է գնացել, ավելի թռել անցել է օվկիանոսներ ու հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու պարզվում է ամերիկացիներն էլ արդեն մեղադրում թուրքական շահեր սպասարկելու մեջ առանց սեփական շահը հաշվի առնելու։ Իսկ ամերիկացիները եթե ինչ-որ մեկը թարգմանի էս ասածը ու ինչ-որ մեկին ներկայացնի մի լուրջ մարդու շատ լավ կծիծաղեն այս կատակների վրա։ Ասում եմ մի շահ կա, դա Իրանի սահմանը վերցնելն է։ Եվ Միացյալ Նահանգները վերցնում է Իրանի սահմանը։ Եթե շահը էտա որպես այդպեսին, ամեն այդ մի շահն էլ չի սպասարկում, որտեղ Իրանի հետ սահմանը ոչ մեկ չի վերցնում։ Իրանի հետ սահմանը ինչպես եղել է Հայաստանի Հանրապետության, այդպես էլ մնում է Հայաստանի Հանրապետության։ Պարոն Ալեքսանյան, ասում են շահ չկա, Հայաստանն ու Ամերիկան շահ չունեն այս ամեն ինչի մեջ։ Դե ես էլ ասում եմ, եթե ինչ որ մեկը տենց լրջորեն պետքա նստի, լսի ու մտածի, որ այո, այ տեսեք Ռոբերտ Քոչյանը ինչ խելացի է։ Ուր էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ուր էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու փոխնախագահը եւս նման հեռատեսություն ու բան ունեն, որ տեսնեն, որ Ամերիկան այս նախագծի մեջ շահ չունի այն մարդ։ Այս մարդուն պետքա, չգիտեմ, տանել այնտեղ խորհուրդներ տա։ Գուցե առաջադրվի, չգիտեմ, Ամերիկայի պրեզիդենտ դառնալու համար բացատրի Ամերիկայի ժողովրդին իրանց շահերը։ Այսինքն սա բացառապես թրիփը տորպեդահարելու տարբեր բանաձևեր են։ Միանշանակ։ Այսինքն ուղիղ չի ասվում, այ իհարկե, տեսը ինչ են ասում, հիմա սովորել են։ Այս մարդիկ իրականում պետքա արժանին մատուցել։ Նրանք սովորել են ու հասկացել են, որ երբ որ ուղիղ տեքստով ասում ես, որ խաղաղություն պետք չի կարելի գնալ խաղաղության եւ այլն, մարդիկ քեզ ասում են գնաց տեղից։ Ուրիշ բան չեն ասում, այլ խոսակցության մեջ չեն մտնում, ասում են գնաց տեղից ուղակի, չեն լսում այլ շարունակություն։ Հիմա որոշել են ավելի սենց
նուրբ ձևով, քողարկված ձևով այդ պատերազմի քարոզը տանեն։ Նորից եմ ասում, ինչա նշանակում թրիփի վրա բերենք ռուսական կամ չինական երաշխավորություն։ Երաշխավորություն։ Դա նշանակում է ձախողել թրիփը, որովհետև ակնհայտ է, որ ամերիկացիները դրան չեն համաձայնվելու։ Ակնհայտ է, որ դա ուղղակի մի բան է, որ ամբողջ ծրագիրը տանելու է մտցնելու է փակուղի։ Ծրագիրը փակուղի մտնելուց հետո լրիվ ակնհայտ է, որ տեղի է ունենալու պատերազմ։ Ուրիշ բան տեղի չի ունենալու։ Ուրիշ բան տեղի չի ունենալու, երբ որ խաղաղության գործընթացը ձախողվի։ Տեղի է ունենալու պատերազմ։ Այս մարդկանց միակ նպատակը Հայաստանը հասցնել պատերազմի։ Բայց ինչ են շահում իրանք այդտեղ։ Ոնց ինչ են շահում։ Իրանք ում են ծառայում։ Հայաստանին չեն ծառայում, իրանք ուրիշ պետության են ծառայում։ Ուրիշ պետությունը ինչ է շահում։ Հայաստանը։ Ամբողջությամբ Հայաստանը, Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ամեն ինչ շահում է Հայաստանից։ Հայաստանն է շահում ամբողջությամբ։ Որտեւ այդ ամեն ինչ իրագործելու համար պետք է մի պատերազմ, որտեղ Հայաստանը ուղղակի կպարտվի, կջախջախվի Հայաստանի այդ պատերազմում ու ի հայտ կգա մի յուրահատուկ փրկիչ։ Դուք լուրջ կարծում եք ողջ կոնցեպտը դրա վրա է։ Իհարկե։ Դա այնքան ակնհայտ է։ Դա այնքան ակնհայտ է։ Այդ մարդիկ պատահական չի, որ պատերազմի կուսակցությունն են։ Իրանք հենց պատերազմի կուսակցությունն են։ Քայլերից մեկը որպես այդպես։ Դա է։ Այս ընտրությունները 26 թվականի գալիք ուրիշ բանի մասին չեն, ուրիշ ոչ մի բանի մասին չեն, այդ հրյա PR-շիկների մասին չեն, այս մեկերի մասին չեն, այն մեկերի մասին չեն։ Պատերազմի ու խաղաղության մասին են 26 թվականի ընտրությունները։ Այդ ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հասկանա հետևյալը, որ կա մի թիմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը որ պնդում է, որ թրիփը, ինչպես որ ստորագրված է, ինչպես որ կա, այդպես էլ պետք է իրականացվի։ Որ կա մի թիմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը որ առաջարկում է, որ խաղաղության պայմանագիրը ինչպես որ նախաստորագրված է, այդպես էլ պետք է ստորագրվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է նորմալացվեն։ Այն ընդդիմադիր թիմերը, որոնք որ ինչ-որ տենց մի փոքրիկ ուղում, մի փոքրիկ էս մի բան, դրանք ընդհանրապես միտումներ է, որպեսզի ձախողեն թրիփը, ձախողեն խաղաղության բանակցություններ, ձախողեն խաղաղության ընթացքը առհասարակ ու Հայաստանը տանեն պատերազմի։ Ու այդ պատերազմում էլ իրանք չեն զոհվելու, իրանք ворթիները չեն զոհվելու, որտեղ իրանք իրանք ворթիներին մեկին նիգոդնի թղթով, մեկին գժի թղթով, մեկին չգիտեմ ինչի թղթով բանակից ազատել են։ Զոհվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ворթիները, հասարակ քաղաքացիների ворթիները, որոնց իրանք ատում են։ Բա ո՞նց է խաղաղության կուսակցությունը նախքին նաև նրանց սատարում։ Ես հենց պատերազմի կուսակցությունն եմ, այն որ ասում եք պատերազմի, կար պատերազմի ու խաղաղության, հիշում եք։ Հիմա այդ խաղաղության կուսակցությունն էլ է այն գծի մեջ։ Հակը նկատի ունեք։ Այո։ Դստեղից պետք է հետևություններ անել, թե արդյոք հակը երբևէ եղել է խաղաղության կուսակցություն, թե ոչ։ Ստեղից այդ հետևությունն է մնում անելու։ Իսկ իրանց առաջարկը որ մի հատ էլ BRICS-ի ճանապարհ բացենք։ Բայց ընտրաշավը միայն այդ մասին չի։ Քոչարյանը ասում է բերել եք ձերոնց պարգևավճարներ եք բաժանում։ Այսինքն դուք ձեզ պարգևավճար եք բաժանում։ Ես այն օրը մի տարբերակ լսեցի, որ սա ձեր կուսակցությունը ֆինանսավորելու լեգիտիմ ձև է գտել։ Այդ միլիոնավոր դոլարների պարգևավճարները բաժանում եք, միլիոնավոր դոլարների։ Դե որ գումարես միլիոնավոր դոլար ասում։ Ինչ գումարես, այսինքն եթե գումարես նախարարությունների շենքի օրինակ անվտանգության աշխատակիցների, հավաքարարների, մասնագետների։ Եվ վերջում այդ մարդիկ բերում են այդ գումարները մուծում են ձեր նախընտրական ֆոնդ։ Այսինքն ստեղից պետքա երկու հետևություն անել։ Մեկը, որ այս մարդիկ ընդհանրապես կամ կարդալ չգիտեն փաստաթղթերը կամ չեն հասկանում, թե այդ պարգևավճարները ում են տրվել, նաև էլ, այսինքն այդ մեծ թիվը, որ ասում են, դրա երևի տենց մի 5%-ն է բարձրաստիճան պաշտոնյաներին տրվել։ Մեծ մասը հիմնականում ավելի ցածր շերտի ցածր աստվածով, նկատեմ հաստիկացակով ավելի ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին, ասենք մասնագետներ, ավագ մասնագետներ, բաժնի պետեր, վարչության պետեր, պետական ապարատին, հա, այսինքն որ հասկանաք, այնտեղ համակարգչի դիմաց նստած ինչ որ մի հատ աշխատող առողջապահության նախարարությունը, որը ոչ կուսակցական է, ոչ իրավունք, գիտեք, գուցե ձեր հարևանն է, այսինքն ինքը պաշտոնյա էլ չի, ինքը պետական համակարգի աշխատող է, իրանն է այդ պարգևավճարը եւ այլն։ Սա մեկն է, որ չեն հասկանում, թե ինչ են կարդում, ու երկրորդն էլ նա, որ փաստորեն փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագիրը միակ իշխող, միակ կառավարող կուսակցությունն է, որը որ ինչ որ օլիգարխիայից ստացվող ֆինանսների ներհոսք չունի, բիզնեսների վրա դրած նալոգ չունի, որպես այդպիսին, ինչ որ եսի մինչեր չունի, այսինքն անդամավճարները գոյանում են, կուսակցության ֆոնդը, կուսակցության բյուջեն գոյանում է նրա անդամների անդամավճարներից ու նվիրատվություններից, սա շատ կարևոր է հասկանալ։
Ասում եմ պետք է արգելել օրենքով այդ պարգևավճարները։ Ես եկեք մի հատ sense բան ասեմ, չգիտեմ, մոտավոր է նոր ճանապարհին այդ բանը կարդում էի հարցազրույցի գալուց։ Ես sense ասեմ, Ռոբերտ Քոչյանի որդու 19 տարեկանում ունեցածի չափ ունեցվածք ստանալու համար, ունեցվածք ունենալու համար, այսինքն 19 տարեկանում դոլարային միլիոնատեր էր, չէ՞ Ռոբերտ Քոչյանի որդին։ Հայաստանի Հանրապետության падգամավորը պետք է, եթե չեմ սխալվում, 300 տարի ապրի ու աշխատի падգամավոր ու ամեն ամիս պարգևավճար Հա, բայց ստանա։ մարդը կարող է տաղանդ է եւ հալալ քրտինքով Մասկը ոնց է Իլոն Մասկը։ Հա, ուղղակի Իլոն Մասկը արտադրել է հրթիռներ, որոնք թռչում են Մարս, թռչում են Լուսին, թռչում են տիեզերք, հետո հետ են գալիս ու նույն ձև մնում են, կանգնում են արդեն գետնի վրա, հետո միատել են թռնում, բայց իրանց արտադրած հրթիռները մի տեսակ չտեսանք։ Իլոն Մասկը, այո, տաղանդ է։ Բայց Լևոն Քոչյանի արտադրած հրթիռները չկան։ Չկան։ Հա, չկան։ Թոշակները, այ դուք թոշակները չեք բարձրացնում, բայց պարգևավճարներ տալիս եք, էլ չասած 10000 դրամները, որ դուք ասիք որ թոշակառում չգիտի ինչ անի, ոնց կմեկնաբանեք։ Էդ էլ այլասերության մի ուրիշ բան է, էլի։ Մի ուրիշ մակարդակ է այլասերության, հասկանում եք, ով է խոսում թոշակներից, մարդ, որի նախագահության ամբողջ ընթացքում նրա նախագահականի դիմաց թոշակառուները միտինգ են արել, որ իրանց բաժին շեշտեմ էլի ֆիքսեքսը 5000 դրամ թոշակը մարդիկ տան։ Թոշակառուներին տալիս էին թոշակ 5000 դրամ, ամիսներով այնքան էին ուշացնում, մարդիկ ստիպված գնում նախագահականի դիմաց միտինգ էին անում, ասում էին տվեք մեր 5000 դրամ թոշակները, ապրենք գոնե, ինչ որ մի ձև։ Մենք այդ թոշակները նրա ու նրա հոգեզավակ Սերժի կառավարման տարիներից հետո նվազագույն կենսաթոշակը կրկնակից ավել բարձրացրել են։ Կրկնակից ավել։ Գիտեք ինչքան էր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականին։ Ինչքան։ 16000 դրամ։ 16000 դրամ։ Կատակ չեմ անում, մկավ մարդիկ լինեն երիտասարդ տարիքի, ովքեր չիմանան եւ այլն։ 16000 դրամ էր նվազագույն կենսաթոշակը։ Մենք այդ նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 36000 նախ, հետո էլ 20%-ի այդ քեշբեքի հնարավորությունն ենք տվել, այսինքն սա դարել է մոտավորապես 43000 դրամ։ Նվազագույն կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում 43000, 16000-ից։ Ես իհարկե ուզում եմ մեր թոշակառու տատիկներից ու պապիկներից ներողություն խնդրել, որ այս իհարկե այն գումարը չի, որը որ մեր իդեալն է, ու այս այն գումարը չի, որը որ մեր վերջնանպատակն է։ Միանշանակ էլի պետք է բարձրանան ապագայում ձեր թոշակները, բայց այս թոշակներից հետ մենք մի ուրիշ շատ ավելի մեծ բան ենք արել մեր տատիկների ու պապիկների համար։ Անվճար բժշկական ապահովագրություն։ Ես ուղղակի առաջիկայում սրա մասին ավելի մանրամասն կխոսանք։ Ես հունվարը առաջին ամիսն է, որ գործում է անվճար բժշկական առողջական ապահովագրությունը մեր տատիկների ու պապիկների համար։ Նրանք կօգտվեն սրանից։ Ես վստահ եմ, արդեն տասնյակ հազարավոր մարդիկ օգտվել են կամ օգտվում են արդեն իսկ։ Եկող ամիս մենք կխոսանք, թե մենք ինչ ենք արել մեր տատիկների ու պապիկների համար։ Ուղղակի որ վարչապետը թվեր էր հրապարակել։ Ես չեմ կարող ասեմ այդ ինչ թվեր էին, վարչապետը առաջարկել է կռահել, բայց ինչևէ, մենք կխոսանք, թե մենք ինչ ենք արել մեր տատիկների ու պապիկների համար ու վստահ եմ, որ այդ խոսալուց հետո ուղղակի այդ մարդիկ եթե ամոթ ունեն, եթե իրանց մեջ ամոթի գոնե մի նշույլ ունեն, որպես այդպեսին, այդպես մարդ են իրանց համարում, երկիրն ղեկավար է, բան։ Տենալով թե ինչ էր կարելի, ինչա կարելի անել մեր թոշակառուների համար, երբ որ դու բյուջեն չես թալանում, երբ որ տղեդ 18-19 տարեկանում դոլարային միլիոնատեր դառնալու խնդիր չի լինում, դու 200 միլիոն դոլարի ունեցված չես կուտակում, այդ մարդիկ ուղղակի կապշեն, թե ինչ էր կարելի անել։ Ու մարդիկ կհասկանան, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ որ ասում էր, որ 10000 դրամով շատ բան չես կարող անես, որովհետև 10000 դրամով չես կարող 1 միլիոն դրամանոց վիրահատություն անես։ Չես կարող։ Վաղ վարչապետը կազմակերպում է երիտասարդների հետ համերգ, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, այո։ Դա համերգ ալնելու։ Այո, վարչաբենդը նվագելու է։ Որտեղ նաև ինքն է մասնակցել։ Իհարկե վարչաբենդը իր բենդն է։ Ես տեսա Գառնիկ Դանիելյանը Ահա։ եւ ընդդիմադիրները ասում են, որպեսզի այդ մակարդակի թմբուկ նվագից պետքա օրը մի ամիս 2 ժամ պարապես։ Ինչով է զբաղված վարչապետը։ Այդ ումա պետք է այդքան պարապել։ Չէ, որտեղ որ ինքը կանա նվագից։ Մարդիկ տարբեր տաղանդի են լինում։ Մարդ կա, ում պետքա, չգիտեմ, մի ամիսը ամսական ամեն օր 2 ժամ, մեկին 1 ժամ, մեկին 5 ժամ, չգիտեմ։ Մարդիկ տարբեր տաղանդի են լինում։ Առնվազն իմ տեսածից վարչապետը ավելի տաղանդավոր է։
քան նրանց ասած։ Եվ Քոչարին հարցրեցին, ինքը ասաց, ես կապիկություններով չեմ զբաղվում։ Բայց սատկա ծառույցի վրա ինչ էր անում։ Նկարվում էր։ Դե առողջ մարդիկ երաշտական գործիքներ շատ-շատերը հոբի ունեն, երաշտական գործիքներ նվագում են։ Դա սովորաբար կապիկություն չի։ Բայց այս սատկա ծառույցի վրա նստելը, ականջներից բռնելն ու նկարվելը ինձ թվում է իր տված բնութագրմանը շատ ավելի սազական է։ Շնորհակալություն։ Ձեզ